Երգիչ Արմեն Չիկը, նրա գործունեությունն ու մեծ ընտանիքը տարիներ շարունակ վայելում են հանրության սերն ու ուշադրությունը։ Նրա կինը Լուսինեն ևս մեծ սեր է վայելում հանրության շրջանում։ Շատերը հետևում են նրա գործունեությանն ու առօրյային սոցիալական հարթակներում։ Արմեն Չիկի կինն ինստագրամյան էջում հայտնել է, որ կրտսեր որդին՝ Ալեքսանդրը դարձավ 4 տարեկան։ Նա նաև տեսանյութերի միջոցով ցույց է տվել, թե ինչպես են նշել որդու ծննդյան տարեդարձը։ Հոլովակը ներկայացնում ենք ձեզ։ Տետատետ հաղորդման շրջանակներում երգիչ Արմեն Չիկը վերհիշելով, թե 90-ականներին ոնց են տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչ խնդիրների միջով են անցել, մասնավորապես ասել է հետևյալը. ամեն ինչ շատ դժվար է եղել, երևի բոլորն էլ ունեն այդպիսի պատմություններ, մենք շատ դժվար ենք տեղափոխվել, կարելի է ասել -0-ից ենք սկսել, պապան շատ է չարչարվել, մեր տանը ինչ ունեինք, բոլորը դրսից էինք բերել դրել տան մեջ, մի վայր կար, որտեղ պապան աշխատում էր, հեծանիվ էր գտել ու այդ հեծանիվով գնում էր գործ փնտրելու, հետո մեկ բաղդադահայ մարդ կար, Արա անունով, նա գործի ընդունեց պապայիս, քեռիիս և հորեղբորս, իրենք բետոնից սյուներ էին պատրաստում, ես էլ գնում էի նրանց օգնելու, ես տեսել եմ հայրիկիս տանջանքը, ես տեսել եմ, թե ինչպես է նա տանջվել, որպեսզի մենք կարողանանք ապրել, իմ պապան շատ ա տանջվել, իմ ծնողներն ինձ համար առաջնահերթ են, իրենք ոչինչ իմ համար չեն խնայել, նշել է Արմեն Չիկը։ Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը նաև խոսել է Արմեն Չիկի կնոջ Լուսինեի հետ, Star News-ը հետևել է և առանձնացրել նաև Արմեն Չիկի կնոջ խոստովանությունը։ Լուսինեն պատասխանելով հարցին, թե արդյոք հիշում է իրենց առաջին ծանոթությունը, նշել է, որ դա տեղի է ունեցել Արամ Ասատրյանի հուշ երեկոներից մեկի ժամանակ, որի ընթացքում նա օգնում էր իր ընկերներին կազմակերպչական հարցերով, իսկ Արմեն Չիկը մասնակցում էր այդ միջոցառմանը։ Արմեն Չիկի կինը նշելով, որ իրենց ամուսնական կյանքի ընթացքում նա ընդամենը 2 անգամ է հարցազրույց տվել, որպես բացառիկ դրվագ Մհերին ներկայացրել է նաև առաջին հանդիպման վերաբերյալ իրենց պատմությունը։
Արդեն համերգը վերջացել էր, երբ մենք գնում էինք համերգից հետո կազմակերպված միջոցառմանը։ Ես նստած էի երգիչների սեղանին ու չնկատեցի, թե ինչպես Արմենչիկը եկավ նստեց մեզ մոտ։ 1 ժամ է, 2 ժամ է, Արմենչիկը խոսում է ամուսնության մասին։ Մեր առաջին հանդիպումն է ու նա արդեն խոսում է ամուսնության մասին։ Հեռու եմ պահում ինձ, որովհետև ոնց է կարելի առաջին հանդիպման ժամանակ խոսել ամուսնության մասին։ Բայց ես հետո հասկացա, որ այդ անկեղծությունը, բարությունը դա ինքն է։ Դա հենց Արմենչիկն է, բարի ու անկեղծ։ Իր խոսքում նշել էր Լուսինեն։ Ինչպես արդեն հայտնել ենք, Արմենչիկն ու Լուսինեն բավականին ակտիվ են իրենց Instagram-յան էջերում, որտեղ էլ հաճախ հրապարակումներ են անում իրենց երեխաների մասնակցությամբ։ Ձեզ ենք ներկայացնում բացառիկ հոլովակներ այս ընտանիքի մասնակցությամբ։ Էսի ժակետ ես հագել։ Մայքլ դասավորում ես։ Դողացու փայտը։ Էսի շտատիկա եկել։ Ասա մեջկս ցավում է։ Մեջկս ցավ։ Այսօր ով է կրելու, հա, դպրոցում ամենալավ տատիկի դերը։ Ես չգիտեմ։ Լավ է սեղան։ Ուզում եմ սրտան շնորհակալություն հայտնեմ ձեզ բոլորիդ, բոլոր այն մարդկանց, ովքեր շնորհավորել են իմ ծննդյան օրը, նամակներ, մեսեջներ, հեռախոսազանգեր, բոլորիցս շնորհակալ եմ։ Ես էլ նույնն եմ ձեզ մաղթում, ձեզ ցանկանում եմ լինեք երջանիկ, առողջ, ձեր հարազատների հետ միասին։ Սիրում եմ ձեզ բոլորիդ եւ եւս մեկ անգամ շնորհակալ եմ բոլոր մաղթանքների համար։ Մերսի։ Angelina, happy birthday! Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to Angelina. Happy birthday to you. Де пчи торт. Уже. Yes. Yay! Апрель! Дорогие друзья, идет рабочий процесс, идут съемки в данный момент на новую песню, дуэтную песню с моим другом, любимчиком в армянской публике и не только с Арменчиком. До Нового года ждите дуэтную песню. Я думаю, надеюсь, что она вам понравится. Ոնց որ լավ բաներ ասում ենք երես, այո, Ժողովուրդ ջան, շուտով լինելու է նոր երգ, նոր դուետ, իմ լավ ընկերոջ Արկադի Դումիկյանի հետ միասին։ Կարծում եմ, որ շատ սիրելու եք այս երգը, սպասեք, շուտով։ Սիրում ենք բոլորիդ, մերսի, որ դուք կաք։ Ready?